Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ձեռք է բերվել խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնություն։ Այսօր տաղավարում հյուր ընկալել ենք ազգային ժողովի падգամավոր, քաղաքացիական պայմանագրի խմբակցության անդամ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանին։ Բարև ձեզ Տիկին Հակոբյան, շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Նախ առաջի հարցը, ինչ 17 կետերի մասին է խոսքը։ Ինչու չեք բացում փակագծեր, չէ՞ որ հանրությունը պետք է իմանա ինչի շուրջ ենք մենք խաղաղություն կնքում Ադրբեջանի հետ։ 17 կետերից գրեթե բոլորի մասին առանձին մեր հասարակությունը տեղյակ է։ Այսինքն մենք տարբեր փուլերում այդ կետերի մասին խոսել ենք եւ երբ որ առաջիկայում խաղաղության պայմանագրի տեքստային տարբերակը արդեն իսկ համաձայնեցված հրապարակվի, դուք կտեսնեք եւ մեր քաղաքացիները կտեսնեն, որ այնտեղ ոչ մի անծանոթ բան իրենց չկա։ Եթե լինեն անակնկալներ, ապա միայն դրական։ Ես ես վստահեցնում եմ իբրև այդ պայմանագրի կետերին ծանոթ մարդ։ Տեսեք Տիկին Հակոբյան, վարչապետ Փաշինյանը 2018 թվականին հայտարարում էր, որ առանց ժողովրդի կամքի որևէ փաստաթուղթ Արցախի հետ կապված չի ստորագրվելու։ Բայց փաստը մնում է փաստ, որ նոյեմբերի 9-ի Եռակոմ համաձայնագիրը ժողովրդի հետ համաձայնեցված չէր, այսինքն ժողովուրդը տեղյակ չի եղել համաձայնագրի բովանդակության մասին։ Տեղեկացվել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսայի միջոցով առաջնային։ Ինչ վստահություն ունենանք, որ հիմա խաղաղության այդ պայմանագրի 17 կետերը ժողովրդի շահերից կբխի։ Եթե միած ձեր խոսքի առաջի մասին անդրադառնամ, հետո անցնեմ խաղաղության համաձայնագրին, եթե դուք ուղիղ հասկանում եք, որ ենթադրենք նոյեմբերի 9-ի փաստաթուղթը պատերազմական իրադրության ժամանակ պետք է վարչապետը վերցներ դուր առ դուր հաթակեր ու ասեր ստորագրեք, որ ես ստորագրեմ, ապա կարծում եմ ես անիրատեսական բան եք պատկերացնում։ Այն էլ պատերազմական իրադրության ժամանակ։ Ինչ վերաբերում է խաղաղության համաձայնագրին, խաղաղության համաձայնագրի նորից եմ կրկնում, բոլոր կետերի հետ մեր հասարակությունը ծանոթ է արդեն, որովհետև դրա մասին եղել են բարձրաձայն խոսակցություններ, անգամ քննարկումներ, եւ մենք շոշափել ենք, այսպես ասած, զարկերակը եւ վստահ ենք, որ Հայաստանի Հանրապետության շահերից չբխով ոչ մի դրույթ, ոչ մի կետ, ոչ մի խոսք այդ պայմանագրի գերիների մասին կետ կա, գերիների վերադարձի։ Գերիների վերադարձի հետ կապված կետը ներառել այն համաձայնագրում, որի կնքումը, վավերացումը կարող է դեռ երկար ժամանակ, տևել, սա կարծում եմ այնքան էլ խելամիտ։ Բայց խաղաղություն լինում է առանց գերիների վերադարձի։ Գերիների վերադարձի հետ կապված այլ գործողություններ են կատարվել եւ կատարվում են եւ սկսված 44 օրյա պատերազմից հետո, երբ որ մենք բազմաթիվ գերիներ ունեինք ցավոք, այդ գործընթացը անընդհատ իրականացվել է, որոշ դեպքերում պսակվել է հաջողությամբ, որոշ դեպքերում ինչպես տեսնում ենք, մեզ համար շատ ցավալիորեն այժմ Բաքվում, այսպես բեմականացումներ են կատարվում եւ բռնության ուրեմն դեպքերի են ականատես լինում եւ դրանց մասին գնահատականներ ենք տալիս այդ թվում վարչապետի մակարդակով, իսկ ինչ վերաբերում է գործողություններին, ապա ես խորհուրդ կտամ այն քաղաքացիները, որոնց հետաքրքիր է մանրամասներ, օրինակ ազգային ժողովի եւ կառավարության հարցուպատասխանի վերջին եթերը նայեն եւ այնտեղ արտգործնախարարը շատ մանրամասն թվարկում է օրինակ 1 ամսվա ընթացքում ինչեր են կատարվում։ Եվ ուզում եմ նաեւ մենք հասկանանք, որ այս գործողությունների մասին մինչեւ չունենանք վերջնական դրական արդյունքը, այսինքն գոնե ինքնաթիռում վայրեջ կատարելու ընթացքում, գերիների վերադարձի պահը դրա մասին չի կարելի խոսել։ Դուք ինչ եք կարծում, գերիները վերադարձվելու են։ Եթե իմ կարծիքով որպես քաղաքացի, ոչ եթե դա միայն մեր կամքից լիներ, կախված, միանշանակ արդենից վերադարձված կլինեին։ Բայց մենք հասկանում ենք, որ երկու կողմի մասին է խոսքը եւ իսկ ի՞նչն է պատճառը Տիկին Հակոբյան, որ Ալիևը չի վերադարձնում մեր ռազմագերիներին, ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Իմ համար առաջնային ռազմագերիներն է, որոնց մասին կարծես թե մի քիչ է խոսվում։
ոչ թե ռազմաքաղաքական ղեկավարությունը Արցախի, այլ այն զինվորները, ովքեր գերեվարվել են պատերազմից եւ պատերազմի ժամանակ եւ պատերազմից հետո։ Անկամ ոչ միայն զինվորներ, այլ քաղաքացիական անձինք։ Հասկացա։ Ինչի համար է գերիները պահվում եւ այս դատավարությունները, սրանք մեր կարծիքով, մենք նաեւ սրա մասին խոսել ենք, գերնպատակը Հայաստանի դեմ ցուցմունքներ ունենալն է եւ հետագայում արդեն Հայաստանին իբրև կոնֆլիկտի կողմ, ուրեմն պահանջներ ներկայացնելն է եւ մեղադրանքներն են, սրանում մենք համոզված ենք։ Կան նաեւ քաղաքացիական անձիկ, կան նաեւ դեպք, երբ օրինակ Ադրբեջանի նախագահը ունի անձնական, ինչ որ վերաբերմունք այդ գերու նկատմամբ, մի կոմենտի պատճառով, գերեվարվել է երիտասարդ տղամարդը, Գեորգ Սուջյանի մասին է, չէ՞ կարծեմ խոսքը։ Սուջյանի մասին է խոսքը, եւ մենք այս թեմաների մասին միշտ բարձրաձայնում ենք, այս մասին խոսակցություններ եղել են ոչ միայն մեր միջազգային գործընկերների հետ, այլև հենց Ադրբեջանի պաշտոնյաների հետ, սակայն այս պահին դրական արդյունք բնականաբար չունենք եւ չենք կարող ասել, որ մենք մեր նպատակին հասել ենք։ Որ խաղաղության պայմանագրի կնքումից հետո կունենանք վերադարձ։ Չենք կարող նման վստահություն ունենալ, բայց տրամաբանությունը հուշում է, որ խաղաղության համաձայնագիր ունենալը միայն պետք է օգնի մեր ցանկալի ուրեմն արդյունքում ունենալու համար ոչ թե որպես իշխող ուժի, այլ որպես հասարակ մահկանացու, այսպես ասած, քաղաքացի։ Բոլորս մահկանացու ենք։ Իհարկե, ինչ եք կարծում, չարժի գերիների հարցը առաջնային դասել եւ գերիներով պայմանավորված խաղաղության պայմանագրին գնալ։ Ոնց եք ձեզ որպես քաղաքացի, իհարկե, եւ հիմա մեզ լսող ցանկացած մարդ կասի այո։ Սա գերնպատակ է եւ առաջին տեղում է։ Սակայն որպես նաեւ, պետության համար պատասխանատու գործիչ առաջին տեղում իհարկե պետությունն է, բայց այս ամենը այնքան փոխկապակցված է, մեզ համար ամեն քաղաքացու ճակատագիրը շատ կարեւոր է եւ ես ձեզ վստահեցնում եմ, չնայած իմ վստահեցումները չեն կարող բան լինել ձեզ համար 100% ճշմարտություն, Հայաստանի Հանրապետությունը իր գործիչներով ամեն ինչ անում է, որպեսզի այս հարցը մեկ օր առաջ լուծվի, որովհետև ոչ ոք ձեզ, ընդդիմությանը, չգիտեմ, խանութի վաճառողին եւ այլ եւ բոլոր մնացած մարդկանց չի մեղադրում այն իրավիճակի համար, որը ունենք, բոլորը մեղադրում են իշխանությանը եւ գոնե սրա հետ կապված պետքա որ վստահություն լինի քաղաքացիների մոտ, որ մենք ուզում ենք, որ այս շատ ցավալի հարցը մեկ օր առաջ լուծվի։ Բայց կարծես սայլատեղից չի շարժում Տիկին Հակոբյան, հասարակությունը չի տեսնում երկարատև ժամանակ է գերիներ չեն վերադարձվել, որովհետեւ Բայց հիշեցնելու համար, երբ որ էլի մեզ մեղադրում էին, որ գերիները ոչինչ չեք անում խորհրդարանում, վարչապետի հետ, կառավարության հարցու պատասխանի ժամանակ, վարչապետն ասաց, որ չէ, մենք իրականում անում ենք, սակայն եւ ոչ մի քայլ բնականաբար չթվարկեց ինչ են անում։ Եվ դրանից 1-2 օր հետո մենք ունեցանք թվով 32, եթե ճիշտ եմ հիշում, ուրեմն մեր քաղաքացիների վերադարձ գերությունից, բայց սրա մասին անոնս անելը սա հիմարություն է։ Չի կարելի բնականաբար այն ռեալ քայլերի մասին խոսել, դրանով ներսում ունենալ ուրեմն վարկանիշի բարձրացում կամ ոչ անկում, սակայն դա լինելու է, վստահեցնում եմ, մեր քաղաքացիների գնով, նրանց վերադարձը կամ չի լինելու կամ սպասում է գերիների վերադարձ Տիկին Հակոբյանը։ Դե հիմա դուք ինձ ստիպում եք նենց բան ասել, որը որ հակասում է իմ նախորդ ասածին։ Ոչ ոք չի կարող դրա մասին բարձրաձայն խոսել։ Մենք ամեն ինչ անում ենք, որ այսօր երեկոյան գերի ունենանք վերադարձող։ Իսկ ժամկետների հետ կապված Տիկին Հակոբյան խաղաղության պայմանագրի մասին է։ Կա հստակ ժամկետներ, երբ է ստորագրվելու, ինչ քննարկումներ են տեղի ունենալու։ Մենք նաև մեր հաղորդագրության մեջ
նախորդին ասացինք, որ մենք այժմ արդեն պատրաստ ենք պայմանագրի ստորագրման օրվա, տեղի, ժամի հետ կապված քննարկումները սկսել։ Բնականաբար, երբ որ կա արդեն տեքստային մասի հետ կապված համաձայնություն, մնում է արդեն նստել եւ վավերացնել, ստորագրել, հետո անցնի այդ ներպետական ընթացակարգերով, խորհրդարան, սահմանադրական դատարան եւ արդեն փոխանակում, ինչը նշանակում է, որ վերջ մտնում է ուժի մեջ երկու երկրների կողմից ի դեպ։ Եվ սակայն մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը տարբեր բարձրաձայնում է նախապայմաններ կապված սահմանադրության փոփոխության հետ եւ այլն, սակայն սրանք բանակցությունների սեղանին արկա չեն։ Մեր համաձայնագրում, խաղաղության համաձայնագրում չկա դրա հետ կապված կետ, նախապայման, այլ մենք ինչպես դուք դրա մասին լսում ենք մանևրում են Ադրբեջանցիները մամուլից։ Եվ հետո արդեն այս խոսակցությունները արդեն ենթադրելի է, որ պետք է տեղի ունենան արդեն երկկողմ ձևաչափով, երբ որ հանդիպումներ կլինեն երկու երկրների ներկայացուցիչների միջև։ Ինչ վերաբերում է սահմանադրությանը, Ադրբեջանը մեր սահմանադրությունում է տեսնում խնդիրներ, մենք Ադրբեջանի սահմանադրությունում ենք տեսնում խնդիրներ եւ սրա մասին շատ երկար հիմա չեմ ուզում խոսել, տարբեր պարզաբանումներ եղել են, սակայն ի տարբերություն օրինակ Ադրբեջանի, Հայաստանի սահմանադրական դատարանը սեպտեմբերյան, այլ առիթով որոշման մեջ սրա հետ կապված պատասխան է տալիս եւ փարատում է Ադրբեջանի այն մտավախությունները, որ Հայաստանն ունի տարածքային պահանջներ իր ուրեմն տարածքների նկատմամբ։ Սակայն արդեն մենք իհարկե սրա մասին բարձրաձայնել ենք։ Մենք չունենք տարածքային պահանջներ Ադրբեջանից։ Իհարկե չունենք տարածքային պահանջներ։ Իսկ ջերմուկը։ Բայց դա Ադրբեջանի տարածք չէ, որպեսզի ունենանք։ Մենք գիտենք մեր սահմանները։ Մեր տարածքներն է, բայց գտնվում է Ադրբեջանի հսկողության ներքո։ Եկեք տարբերակենք մի բան։ Մեր ասած։ Իսկ Արցախը կնեք Ադրբեջանի տարածքն է։ Արցախը Ադրբեջանի տարածք է։ Մեզ ասած հայտարարած 29743 քառակուսի կիլոմետր տարածքը մեր սուվերեն տարածքն է։ Դրանից հյուսիս, հարավ, արևմուտք, արևել գտնվում են մեր 4 հարևանները, որոնցից մենք ոչ ոքից չունենք տարածքային ոչ մի սանտիմետրի պահանջ եւ չենք կարող ունենալ։ Եվ մեր իրական Հայաստանի գաղափարախոսությունը հենց սրա մասին է։ Մի րոպե։ Այդ իմ ասած թվերի մեջ, սուվերեն տարածքի թվերի մեջ ներառվում է նաեւ այն տարածքները, որը այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից, որի լուծումը մենք տեսնում ենք ոչ ռազմական ճանապարհով, այլ դիվանագիտական ճանապարհով, սահմանազատման գործընթացի շրջանակներում եւ այլ դիվանագիտական ճանապարհներով։ Սահմանազատման ժամանակ մենք նաեւ տարածքային կորուստներ ունեցանք Կիրանցում, չէ՞։ Մենք չենք ունեցել տարածքային կորուստներ։ Մեր հանրապետության սուվերեն տարածքից ոչ մի սանտիմետր չի Իսկ դուք վստահություն ունեք, որ հանձնվել նոր սահմանազատման ժամանակ Ալիևը հետ կվերադառնի օկուպացված տարածքը։ Դրա մասին իմ կարծիքը պետք չէ հարցնել, դրա մասին պետք է նայել եւ հիմք ընդունել մեր վավերացրած կանոնակարգը սահմանազատման հանձնաժողովի, որը նաեւ վավերացվել է Ադրբեջանի կողմից, որտեղ կան ուրեմն հիմքեր Ալմատայի հռչակագրի հիման վրա սահմանազատման գործընթացը շարունակել, որով միանշանակ է, որ այդ օկուպացված տարածքներից Ադրբեջանը պետք է դուրս գա։ Եվ նաեւ ուզում եմ ասել, որ փոխադարձաբար ենթադրելի է, որ եթե կլինեն այլ տարածքներ, որտեղ Հայաստանն է առաջ, Հայաստանը պետք է դուրս գա, որտեղ Ադրբեջանն է առաջ, Ադրբեջանը պետք է դուրս գա, եւ մենք պետք է ունենանք հողի վրա արձանագրված մեր ուրեմն տարածքները այն Հայաստանի մակետով, որը մենք գիտենք որպես Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք։ Շատ լավ։ Տիկին Հակոբյան, մեկ այլ հարցի անդրադառնանք, որը կարծես կորել է լրահոսից, նոյեմբերի 9-ի պայմանագրի երրակողմ համաձայնագրի մասին է խոսքը, կնքվել է 5 տարի ժամկետով։ Այո։ Այն մինչ հիմա ուժի մեջ է, չէ՞, կարծեմ։ Մենք հետ վերցնելու ենք։ Պայմանագրի մեջ նշված էր, որ 6 ամիս շուտ կողմերից մեկը եթե հետ է վերցնում իր ստորագրությունը, երրակողմ համաձայնագիրը լուծարվելու է։ Ես սրա մասին բնականաբար տեղեկություն չունեմ, կառավարությունից երևի պետք է հարցնել սրա մասին։ Նոյեմբերի 9-ը նախ եւ առաջ, նոյեմբերի 9-ի համաձայնագիրը նախ եւ առաջ ուրեմն խաղաղության հրադադարի, ավելի ճիշտ հրադադարի պայմանագիր է, որով նաեւ կան
շատ հայանպաստ կետեր, որոնց մասին, այո, մեր ներքին խոսակցություններում եւ Հայաստանին մեր կողմին, հայկական կողմին քննադատող մեր հայրենակիցների կողմից չեն բարձրացայնվում։ Չէ՞ որ այնտեղ կա Լաչինի Միջանցքի մասին հիշատակում, նրա անխոճնդոտ երթևեկը ապահովելու մասին հիշատակում, այնտեղ կան բոլոր ռազմագերիների վերադարձման մասին կետեր, այնտեղ կա Լեռնային Ղարաբաղ եզրույթի օգտագործում, սակայն այսօր մեր հայրենակից Յան ազգանունով մեր շատ քաղաքացիներ կամ գործիչներ այստեղ մեզ ասում են պետք է դուք այսպես կոչված միջանցք տակ Ադրբեջանին։ Ովքեր են ասում, Տիկին Հակոբյան։ Հիմա անուններ ասենք։ Իհարկե, ովքեր են։ Չէ, պետք չի Յան ազգանունով, եթե մեր հայրենակիցներն են։ Այսօր լրահոսը եթե դուք թերթեք կամ մտնեք YouTube-յան էջ, այնտեղ բազմաթիվ նման պահանջներ կտեսնեք, որ Հայաստանը պետք է կատարի նոյեմբերի 9-ի փաստաթղթով իր պարտավորությունները, եւ այդ մեր հայրենակիցը չի ասում Ադրբեջանը պետք է կատարի, Ռուսաստանը պետք է կատարի։ Առաջինը խախտել է Ադրբեջանը։ Լաչինի Միջանցքում սահմանափակելով ժողովրդի տեղաշարժը։ Բայց ոչ Հայաստանը, ոչ Ռուսաստանը, առավել ևս որևէ գործում քայլեր չարեցին Երակոմ համաձայնագիրը պահելու համար։ Եթե Երակոմ համաձայնագիրը չի աշխատել, չի գործում, ինչու մենք հետ չենք վերցնում մեր ստորագրությունը։ Ես ձեզ ասացի, որ սրա հետ կապված կառավարությունից խնդրում եմ դիրքորոշում։ Ես որպես ազգային ժողովի պատգամավոր հանրության անունից խնդրում եմ հարց եւ պատասխանի ժամանակ դիմել կառավարության ղեկավարին։ Ինչու չենք վերադարձնում։ Այո։ Ստորագրությունը։ Ես ուզում եմ, բայց ինչ վերաբերում է նոյեմբերի 9-ի հետ կապված, մենք բոլորս ֆիքսենք, որ Հայաստանը իր բոլոր պարտավորությունները այս պայմանագրով նախատեսվող կատարել է, այդ թվում հայտարարել է, որ պատրաստ է ճանապարհ ենթակառուցվածքների ապաշրջափակման շրջանակում ճանապարհ տալ, բացել ենթակառուցվածքները Ադրբեջանի համար, այդ թվում դեպի Նախիջևան իր ուրեմն երթևեկը իրականացնելու համար, բայց Հայաստանի սուվերենության, ինքնիշխանության եւ անվտանգության ապահովման շրջանակում միայն։ Երակոմ համաձայնագրում կարծեմ նշված էր ռուս խաղապանների ներկայության մասին, չէ՞, այդ ճանապարհին։ Հիշատակվում է ուրեմն վերահսկողության մասին, բայց անվտանգության հետ կապված ապահովում է Հայաստանը եւ դժվար է պատկերացնել անվտանգության ապահովում Հայաստանի կողմից, եթե այնտեղ Հայաստանը չունենա, հա, դա իրականացնելու գործիք։ Պատկերացնենք Հայաստանը տալիս է ձեր ասած, ձեր մատնանշած ճանապարհը, մի օր ադրբեջանցիները կրկին որոշում են բնապահպանության քողի ներքո ճանապարհ փակել։ Ինչ է անելու Հայաստանը։ Ես խնդրում եմ հավասարության նշաններ չդնել Լեռնային Ղարաբաղի ուրեմն իրադարձությունների եւ ենթադրելի Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում գործողությունների մասին միջև, որովհետև դրանք կատեգորիկ տարբեր են եւ չենք կարող նույն բանի վերագրել այս երկու դեպքերին։ Այնպես որ ինչ վերաբերում է ճանապարհ տալուն, մենք ամբողջ տարածաշրջանին մեր բոլոր հարևաններին առաջարկել ենք սրա հետ կապված խաղաղության խաչմերուկ նախագիծը, որը ենթադրում է բոլոր կոմունիկացիաների, այդ թվում ճանապարհների ապաշրջափակում, այդ թվում Թուրքիայի համար, ոչ միայն Ադրբեջանի։ Տիկին Հակոբյան, մինչ մենք նստած խոսում ենք խաղաղության պայմանագրի մասին, Ալիևի կողմից հսկվող լրատվամիջոցները իրար օր ու արև չտալով հայտարարում են, որ Հայաստանը ապրիլին հարձակվելու է Ադրբեջանի վրա։ Ինչ է սա նշանակում ըստ ձեզ։ Ինչ է փորձում անել Ալիևը, շանտաժի ենթարկել Հայաստանին։ Ես չեմ կարող հիմք ընդունել Ադրբեջանում գործող տարբեր լրատվամիջոցների տարբեր լուրերին եւ դրանք մեկնաբանել։ Ես իհարկե իմ անձնական կարծիքն ունեմ դրա մասին, բայց չեմ կարծում, որ դա պետք է բարձրաձայնել իբրև Հայաստանի պաշտոնյայի կարծիք եթերից, սակայն սրա հետ կապված լավ բան իհարկե չեմ կարող ասել եւ չի կարող օրինակ ինձ չմտահոգել նման Իսկ Ադրբեջանը ձեզ կգնա նոր էսկալացիաների։ Սա եւս չենք կարող ենթադրել։ Իսկ բացառել կարող են։ Իհարկե էսկալացիայի, ագրեսիայի վտանգ մշտապես կա եւ մենք
դրա մասին մշտապես հայտարարում ենք, մտահոգություններ ենք հայտնում, սակայն ամեն ինչ պետք է անել, որպեսզի այդ էսկալացիային չհասնի գործը, եւ եթե ինչ-որ մի բան մեզնից է կախված, մենք այդ քայլերը ամբողջությամբ անում ենք, սակայն այդ էսկալացիան միայն էլի մեր ցանկությամբ չի, սա երկկողմ ցանկություն պետք է լինի, որ չլինի, այսինքն էսկալացիայի դիմող կողմը պետք է լինի, հա, այս դեպքում Ադրբեջանը, եւ ես չեմ կարող ենթադրել ինչ կանի Ադրբեջանում։ Շատ լավ։ Տիկին Հակոբյան, մեկ տնտեսական հարց։ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարեց, որ արտաքին պարտքը 5 միլիարդը չի գերազանցում, թվերը չեմ հիշում։ Բայց սույն թվականի մարտի 11-ին Հայաստանի Հանրապետությունը թողարկել է պարտատոմսեր 750 միլիոն դոլարի Ֆրանկֆուրտի արժեթղթերի բորսայում։ Ինչի համար է այդ գումարը։ Ինչ նպատակներով է։ Արդյոք արտաքին պարտքը գնալով չի աճում։ Ձեր իշխանության ժամանակ ԿՊ-ի քաղաքացիական պայմանագիր ես նայեցի Ֆրանկֆուրտի արժեթղթերի բորսայում 3 անգամ արժեթղթեր են թողարկվել 750 միլիոն մեկ անգամ, 752 եւ 500 միլիոն, 2 միլիարդ դոլարի արժեթղթեր։ Ինչի համար է այդ գումարը ծառայել, ինչի համար է հիմա Եվ դուք նաև ուսումնասիրել եք, որ միայն քաղաքացիական պայմանագրի ուրեմն իշխանության եղած ժամանակ են պարտատոմսեր թողարկվել։ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք մեկ անգամ 15-ից 25 թվականի մասին էր խոսքը։ Չէ, տեսեք, ես ներկայացնելիս, դուք ինձ ներկայացնելիս ներկայացրեցիք իբրև արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատգամավոր Ես որպես քաղաքացի, որպես ազգային ժողովի պատգամավոր, ձեր կարծիքն եմ ուզում։ Մենք ունենք վերահսկողական գործառույթ իբրև պատգամավորներ եւ ունենք հստակ գործողություններ, որոնք կարող են իրականացնել։ Օրինակ բյուջեի ծախսման արդյունավետության հետ կապված հարցեր տալ, բյուջե հաստատել, կատարողականը քննարկել։ Ասեմ կհասկանաք, որոշները պնդում են, որ այդ 750 միլիոն դոլարը թողարկվել է այն ժամանակ, երբ որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց խաղաղության պայմանագրի համաձայնության մասին։ Ուզում եմ դուք բացահայտեք կապ կա դրանց միջև թե ոչ։ Ես ինչ կապ կարող է լինել։ Եթե այդքանը ուսումնասիրել եք կամ ծաղկակաղ եք անում, ասեք տեսնեմ ինչ կոնսպիրոլոգիական բաներ են։ Նկատում են Նիկոլ Փաշինյանին, որ 5 միլիարդ դոլար, 6 միլիարդ դոլար կարծեմ Ալիևից փող է վերցրել պատերազմի պարտության համար։ Կատեգորիկ հիմարություններ են, որոնց հետևից պետք չէ գնալ եւ եթե նման մտավախություններ ունեցող կամ նման փաստեր ունեցող քաղաքացիներ կան, կարող են դիմել բարձրագույն ատյաններ եւ տեսնել նման բան եղել է թե չէ, բայց ինձ մոտ միայն ծիծաղ կարող է առաջացնել նման ուրեմն դա դեղին մամուլ էլ չէ, դա անգամ fake լուր չէ, դա կատարյալ հիմարություն է, որը կարող է ուրեմն հա մեկ էլ ասում էին ուրեմն վերելակում է գումար տվել, չգիտեմ որտեղ է գումար տվել, այս ամեն ինչը ինչ որ մեկի հա վատ երազներն են երևի։ Շատ լավ, վերադառնանք արտաքին հարաբերություններին։ Ուր է գնում Հայաստանը։ Դեպի Եվրոպա, Ամերիկա, թե Ռուսաստան եք կրկին հետ վերադառնալու։ Հայաստանը ուղիղ տեղակայված է Հարավային Կովկասում եւ ունի հարևանությամբ 4 պետություններ, որոնց հետ հարաբերությունների խորացման, կարգավորման, վերահաստատման համար անում է ինչ հնարավոր է անել, որովհետեւ միանշանակ է, որ խաղաղություն կարող է լինել միայն այն դեպքում, եթե մենք մեզ շրջապատող երկրների հետ ունենանք խաղաղ, փոխշահավետ հարաբերություններ։ Ինչ վերաբերում է ուր է գնում, բնականաբար ոչ միտեղ չի գնում։ Մենք որդեգրել ենք բալանսավորված քաղաքականություն, սա ենթադրում է աշխարհի բոլոր երկրների, պետությունների, ուղղությունների, բևեռների, ոնց ուզում եք կոչեք, բոլոր կենտրոնների հետ հարաբերություններ փոխշահավետ համագործակցության շրջանակում եւ ոչ մի պետության հետ վատ հարաբերություն։ Վերջերս Ռուսաստանը անընդհատ հայտարարում էր, որ եթե Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամավճարը չվճարի, մենք սանկցիաներ կկիրառենք եւ այլն։ Վերջը վճարելու ենք։ Բնականաբար չենք վճարում, բնականաբար հայտարարել ենք ինչու չենք վճարում, եթե մոռացել է ինչ-որ մեկը հիշեցնեմ, որ Հավաքական անվտանգության պայմանագրի ուրեմն կազմակերպությունը անվտանգության երաշխավոր է
եւ ունի ուղիղ պայմանագրային պարտավորություն ապահովելու իր անդամ երկրի, այս դեպքում Հայաստանի վրա հարձակումից Հայաստանը։ Իսկ ով է Արցախի անվտանգության երաշխավորատի։ Իրոք, վերջացնեմ, հեսա կանդրադառնանք։ Եվ երբ որ Հայաստանի վրա, ջերմուկի վրա եղավ ուրեմն ռազմական ագրեսիա, հարձակում Ադրբեջանի կողմից, մենք բնականաբար ինչպես կարգն է դիմեցինք եւ ոչ մեկ անգամ հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը հորդորելով կատարել պայմանագրային պարտավորությունները եւ ստացանք տարբեր պատասխաններ, օրինակ, որ դելիմիտացված չէ այդտեղ սահմանը եւ ինքը չգիտի, արդյոք դա Հայաստան է թե ոչ, այն դեպքում, երբ ամբողջ աշխարհը դա ընդունում է, այդ թվում նաեւ ՀԱՊԿ անդամ երկրները իբրև Հայաստանի սուվերեն տարածք եւ բոլոր երկրները կոչ էին անում Ադրբեջանին հետ քաշվել իր ելման դիրքեր եւ դադարեցնել ագրեսիան։ Եւ սա մեզ համար շատ ուղիղ ցուցիչ էր նաեւ հասարակական պահանջը հիշենք այդ ժամանակ, որ Փաստորեն ՀԱՊԿ-ն չի աշխատում այս դեպքում, որովհետեւ նախորդ դեպքերում մենք տեսել ենք ինչպես է աշխատել։ Իսկ դեպքում ինչու դուրս չեն գալի, այլ ընդհանրապես սառեցրել ենք մեր մասնակցությունը։ Մի օր կարող է աշխատի այդ կառույցը։ Տեսեք, եթե մենք չենք ունենում մասնակցություն եւ նաեւ չենք ուրեմն կասեցնում գործողությունները, գիտեք, որ ՀԱՊԿ-ն շարունակում է աշխատել, մեզնից կախված չի կանգնում իր աշխատանքը, մենք այս փուլում նպատակահարմար ենք գտնում չմասնակցել, չկասեցնել եւ նաեւ պահանջել ենք հայտարարությամբ հանդես գալ ի վերջո 2022 թվականին սեպտեմբերի 12-13-ին ինչ գործողություն է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետությունում։ Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն էր։ Մենք կատարեցինք մեր առաքելությունը, մեր պարտավորվածությունը Արցախի եւ Արցախի ժողովրդի հանդեպ։ Այնքանով, որքանով Հայաստանը կարող էր եւ պետք էր ունենալ մասնակցություն Արցախահայության պաշտպանության գործում, այդքանով Հայաստանը ունեցել է մասնակցություն եւ պարտավորություն։ 23 թվականին։ Սակայն եթե որոշ երկրներ չասեմ լավ, կողմեր ակնկալիք ունեին, որ Հայաստանի ներքաշել ռազմական գործողությունների մեջ եւ այսպիսով լեգիտիմացնել Ադրբեջանի ռազմական գործողությունները արդեն Հայաստանի ուղղությամբ, ապա նրանք ինչով պետք է լեգիտիմացնեն Տիկին Հակոբյան։ Չէ՞ որ հենց Հայաստանի սահմանադրության մեջ նշված է Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է։ Ինչն էր լեգիտիմացնելու։ Արդյոք սահմանադրությունը ինքնին արդեն չէր լեգիտիմացնում։ Եթե դուք հիմա իբրև հարց եք դա տալիս, չիմանալով դրա պատասխանը, ապա ցավում եմ։ Եթե դուք պատկերացնում եք, որ անվտանգության երաշխավոր ասվածը ուղիղ նշանակում է Հայաստանի ուրեմն զինված ուժերի մասնակցությունը ռազմական գործողություններում, ապա ուզում եմ ձեզ հիասթափեցնել, դուք մինչև հիմա սխալ կարծիք եք ունեցել դրա մասին։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Շնորհակալություն, տաղավարում էր ազգային ժողովի պատգամավոր Հասմիկ Հակոբյանը, կհանդիպենք։